Open Media-ի Renews լրատվականը լրահոսի թարմացումներով կրկին ուղիղ եթերում է, տաղավարում աշխատում է Սոնա Թումանյանը։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու ներկայացնել Հայաստանի ու աշխարհի լուրերը բազմակողմանի մեկնաբանություններով, փորձագիտական կարծիքներով եւ անկողմնակալ լուսաբանմամբ։ Քաղաքական լրահոսի էպիկենտրոնում կրկին կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան գրառումներն են։ Վարչապետ Փաշինյանն արդեն 2 շաբաթ շարունակ առավոտները սկսում է հոգևոր առաջնորդների մասին հրապարակումներով։ Այսօր արդեն նա պնդել է ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Սա փաստ է եւ եթե Գարեգին երկրորդը փորձի հերքել անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին երկրորդը չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը»։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լռությունը խախտեց Գարեգին երկրորդ վեհափառին այցելելով եւ իր աջակցությունը հայտնելով վեհափառ Հայրապետին։ Տեր-Պետրոսյանի այցը նույնպես երկրի առաջին դեմքերն անարձագանք չթողեցին։ Ներկայացնեմ մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի խոսքից։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա պետք է կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին, նշել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է հարցին հետեւյալ կերպ. «Հերիք է ստես հայ ժողովրդին եւ քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշիր քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար»։ Լևոն Պետրոսյանի պատասխանն էլ այս անգամ հրապարակման տեսքով էր։ 2007 թվականի իր ելույթից մի հատված տեղադրելով արձագանքեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից եւ արկածախնդրությունից, մինչդեռ ողջամտությունը նրան երբեք վնաս չի բերել։ Իսկ ահա Գարեգին երկրորդ կաթողիկոսն այսօր մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայ մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Արտգործնախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17-ը Երևանում անցկացվելուն ընդառաջ եւ Ֆրանսիայի պաշտոնակցի Ժան Նեոլ Բարոյի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում լեռներից մինչև օվկիանոսներ կենսաբազմազանության պահպանումը հանուն կայուն ապագայի խորագրի ներքո, որը համատեղ կազմակերպում են Հայաստանը եւ Ֆրանսիան որպես համապատասխանաբար COP17-ի եւ ՄԱԿ օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։ Ծրագրված են նաեւ Միրզոյանի երկկողմ հանդիպումները գործընկերների հետ։ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը վերջին տարիներին ենթարկվում է էական փոփոխությունների։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, սպառազինության համալրման նոր ուղղություններն են Ֆրանսիան եւ Հնդկաստանը։ Թե ինչ փոփոխություններ կբերեն նշված գործոնները տարածաշրջանային անվտանգային հաշվեկշռի վրա եւ ինչու մինչեւ այժմ Երևան չեն հասել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնյուի հայտարարած կեսար ինքնագնաց հրետանային կայանները, որոնց ձեռքբերման պայմանագիրը ստորագրվել էր 1 տարի առաջ այս օրերին, կպարզենք ժամը 21-ին սպասվող ռեպորտաժում։ Այժմ հատված փորձագետի խոսքից դիտենք։ Հասկանալի է, որ ցանկացած երկիր, որը Հայաստանի երաշխիքներ դրա, ինքը պետք է պատրաստվի պոտենցիալ Թուրքիայի հետ կոնֆլիկտի։ Եվրամիությունը հիմա պատրաստ չի դրան չի ուզում։ Դες կոնֆլիկտ ավելին իրանք ակտիվ քննարկում են Թուրքիային իրենց անվտանգային համակարգի մեջ ինչ-որ ձև ինտեգրելու տարբերակներ։ Հունիսի 7-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառումով հայտնել է, որ ազգային ժողովի հաջորդ ընտրությունները տեղի կունենան ուղիղ 1 տարի անց 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը տրված է, նշել էր նա։ Միաժամանակ հանրային երկու գործչի նախաձեռնած հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը հանգստյան օրերին նոր զարգացումներ է ստացել։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկով Պատիմ ունեմ խմբակցությանը վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիս համայնքի ղեկավար
ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ Վերջինս հայտարարել է, որ կողմնակից է վերկուսակցական մոտեցմանը եւ պատրաստ է գործակցել ընդդիմադիր բոլոր ուժերի հետ։ Թեկնածուի առաջադրումից հետո Սեյրան Օհանյանը հաստատել է, որ մեջբերում եմ Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում ազգային ժողովում իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ պատիմ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ, պատրաստ ենք հավելյալ քննարկման։ Մինչև այս պահը վարչապետի իրենց թեկնածուին Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին ներկայացրել էին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հեռացած եւ իրենց անկախ պատգամավոր հռչակած Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Աղազարյանը նախորդին հայտարարել է, որ ինքն ու Ասլանյանը չեն պաշտպանելու պատիվ ունեմի թեկնածուին, իսկ առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունների թիվը 36-ն է։ Իմացանք, որ պատիվ ունեմ խմբակցությունը նույնպես հանդես է եկել նախաձեռնությամբ եւ առաջարկել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, ում ես ճանաչում եմ բավականին լավ եւ բավականին լավ կարծիք եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը եւ այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք։ Այս դա նշանակում է, որ դուք եւ պարոն Ասլանյանը չեք միանալ։ Այո։ Իսկ ձեր նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, թե պարտադիր ձեր թեկնածուին առաջ տանելը։ Մեր նպատակը, մենք երկու նպատակ ենք հետապնդում։ Մեկը Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ մյուսը 26 թվականի ընտրություններին գնալ այն վստահությամբ, որ կձևավորենք մի իշխանություն, որը կլինի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմը։ Եվ այս իմաստով մենք գտնում ենք, որ պարոն Էդմոն Մարուքյանի թեկնածությունը ամենանպատակահարմարն եւ ընդունելի եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեր գործընկերների համար եւ Հայաստան դաշինքի համար եւ պատիվ ունեմ դաշինքի համար եւ արտախորհրդանական շատ ուժերի համար։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2024-ի պետբյուջեի կատարողականի քննարկումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոսել է առևտրաշրջանառության կտրուկ ավելացման մասին։ Այս տարվա առաջին 4-5 ամսում նախորդ տարվա նկատմամբ 57%-ով նվազել է արտահանումը, բայց Պապոյանը վստահեցնում է տնտեսության աճ կա 5.2%։ Նախարարը տնտեսության մեջ մեր գրանցած ռեկորդներին էլ է անդրադարձել։ Աշխատատեղերի թիվը դե գիտեք ըստ էության պատմական ռեկորդներ ենք արձանագրում եւ սա այո եւ սա փաստ է արդեն եւ այդ պատմական ռեկորդների մասին չխոսենք, որովհետեւ դրանք ըստ էության անընդհատ ամեն հաջորդ ամիս նոր թվեր ենք ունենում։ Ադրբեջանից Հայաստանով բեռնափոխադրումների անցնելու հեռանկարում բեռների նկատմամբ վերահսկողությունը լինելու է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը սահմանելն է ցանկացած սցենարի դեպքում։ Ճիշտ ասած, այն ինչը հրապարակման ենթակա է, կարծում եմ եւ վարչապետը եւ Աշտանքային խմբի ղեկավար համապատասխան փոխվարչապետը հրապարակում է։ Ես ընդհանրապես տարբեր առիթներով եղել է դրա մասին խոսել ենք, այդ թվում նաև բարբերաբար ինձ հարց են տալիս Թուրքիայի սահմանի բացման հետ կապված։ Մենք մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը կազմակերպելն է ցանկացած սցենարի դեպքում։ Այդտեղ խոսում ենք օրինակ ապաշրջափակման մասին, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստ լինել։ Եվ արդեն երկաթգիծը գործի մաքսային վերահսկողության հնարավորություն ՊԵԿ-ը ունենալու է, այսինքն այդ գնացքները, որոնք անցնելու են Հայաստանի տարածքով, ամբողջությամբ այդ բեռների մասին, պարունակության մասին ինֆորմացիան դուք ունենալու եք եւ խնդրի դեպքում ունենալու եք նաեւ լծակ այն ստուգելու։ Այսինքն այդտեղ ոչ մի տեսեք, ցանկացած հարց, որ քննարկվում է եւ խոսվում ենք Հայաստանի սահմանի հատման մասին, այո, այդտեղ կա մաքսային վերահսկողության հարց եւ միշտ մաքսային վերահսկողության հարցը լինում է օրակարգային հարցերից մեկը, թե ինչպես է կազմակերպվելու։ Այդ տեսանկյունից ես ասացի, սցենարներին պատրաստ ենք, իսկ կոնկրետ այդ խոսակցությանը ես տեղյակ չեմ։
Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ կոյուղիների խնդիրների հետևանքների հետ կապված ինֆորմացիայի խեղաթյուրում կա, ինչը հատուկ է արվում։ Ըստ Ավինյանի, կոյուղիների համակարգը քաղաքապետարանի պատասխանատվության տիրույթում չէ։ Պետական գույք է դա, ենթադրում եմ մի մասն էլ հանձնված չէ Վիոլիա ջրին, եւ ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որն ուղիղ մեր ենթակայության տակ չի, աննկարագրելի չափով մաշված է, ասել է նա եւ հավելել, որ պատասխանատվության հարցը պետք է օրենքով ամրագրել։ Լոս Անջելեսում վթար շաբաթվա մեջ այսօրվա տեղեկանքն է 400-ը կոյուղի այսպիսի ցուցանիշ չունի ոչ մի մատակարար 92 վթար գրանցվել է պլանային անջատումով եւ վթարայինով հետ ընկերության դաշտում 6-ը պլանային եւ վթարային միասին գազի մոտ Վիոլան միայն 560 այս վիճակագրությունը երբեմն ավելի է բարձրանում սա վկայում է կոյուղատար համակարգի ցանցի քայքայվածության մասին մենք ունենք հիմա սրված խնդիր պարոն քաղաքապետ ձեզ պիտի ամբողջը ճշմարտությամբ ես ներկայացնեմ բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում բազմաբնակարան շենքերի նկողներ լցվող կոյուղաջրերի վերաբերյալ շատ մեծացել է վթարների թիվը Քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։ Որովհետև անընդհատ լավ 1 2 1 2 3 4 5 6 քաղաքապետարն է, քաղաքապետարն են։ Վերջը ասելու ենք մենք չենք, Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստած է իրան տենց էշի տեղա դրել, ասում է քանի քաղաքապետանին մեղադրում են, դա էլի։ Մարաղը մտած հենց ինքը չի երևում։ Հետո լավ։ Լոս Անջելեսում ոստիկանությունը հանգստյան օրերին ձերբակալել է 56 հոգու անօրինական ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքի ցույցերում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Անկարգությունների ժամանակ անվտանգության 3 աշխատակիցներ վնասվածք են ստացել։ Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել ազգային գվարդիայի զինծառայողներին անկարգությունները կասեցնելու համար, իսկ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուվսոմը եւ պահանջել է, որ Թրամփի վարչակազմը հետ կանչի ազգային գվարդիան Լոս Անջելեսից։ Հունիսի 7-ից Լոս Անջելեսը փոթորկվում է։ Խստացված միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 3 օր։ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը ապօրինի ներգաղթյալներին հայտնաբերելու գործողություն է իրականացրել Լոս Անջելեսի կենտրոնում։ Գործողությունը վերաճել է ցուցարարների հետ բախումների։ Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ եւ ծածանել մեքսիկական դրոշներ։ Իրավապահների հետ բախումներ են եղել։ Ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ։ Սպիտակ տունը կատարվածը որակել է Դոնալդ Թրամփը կարգադրել է քաղաք մտցնել ազգային գվարդիայի 2000 զինվոր կարգուկանոնը վերականգնելու համար։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետը եւ Լոս Անջելեսի քաղաքապետը գլուխ չեն հանում իրենց գործից։ Եթե Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուվսոմը եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը գլուխ չեն հանում իրենց աշխատանքից, իսկ բոլորը գիտեն, որ նրանք գլուխ չեն հանում, ապա դաշնային կառավարությունը կմիջամտի եւ կլուծի խռովությունների եւ կողոպուտի խնդիրը, այնպես ինչպես այն պետք է լուծվի, գրել է նա Truth Social ցանցում։ Աղավաղելով նահանգապետի ազգանունը Նյուվսոմի փոխարեն գրելով Նյուսքամ։ Բանն այն է, որ սկամ անգլերենից թարգմանաբար նշանակում է սրիկա, անպիտան։ Նահանգապետ Գևին Նյուվսոմը X սոցցանցում մի շարք գրառումներով խստորեն քննադատել է ԱՄՆ դաշնային կառավարությանը նահանգում ազգային գվարդիան տեղակայելու համար։ Ըստ նրա Թրամփը զորքեր է ուղարկում ոչ թե այն պատճառով, որ այնտեղ իրավապահների պակաս կա, այլ որովհետև նա տեսարան է ուզում։ Երբեք բռնության մի դիմեք, հանդես եկեք խաղաղ կերպով, հորդորել է նա ցուցարարներին։ Ավելի ուշ Նյուվսոմը նույնքան կտրուկ քննադատել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի նահանգում ծովային հետևակայինների մոբիլիզացնելու ծրագիրը։ ԱՄՆ պաշտպանության նախարարը սպառնում է ամերիկյան հողում գործող ծովային հետևակայիններ տեղակայել սեփական քաղաքացիների դեմ։ Սա աննորմալ վարքագիծ է, նշել է նա։ Պենտագոնի շեֆ Փիթ Հեքսեթը X սոցցանցում գրել է, որ դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ամբողջի հարձակումները նպատակ ունեն կանխելու հանցագործների արտաքսումը մեր տարածքից։ Դրան նպաստում են հանցավոր կարտելները։ Հսկայական ռիսկ է առաջանում ազգային անվտանգության համար։ Նախագահ Թրամփի օրոք դաշնային գործակալների եւ դաշնային օբյեկտների դեմ բռնությունն ու ավերածությունները անթույլատրելի են, նշել էր նա։
Թրամփը հերթական գրառումներից մեկում գոհունակություն է հայտնել իր նախաձեռնությունից։ Հիանալի աշխատանք, ազգային գվարդիա։ Լոս Անջելեսում 2 օրվա բռնություններից, բախումներից եւ անկարգություններից հետո մենք ունենք ոչ կոմպետենտ նահանգապետ եւ քաղաքապետ, որոնք ինչպես միշտ ի վիճակի չեն գլուխ անել առաջադրված խնդրից։ Արմատական ձախերի, սադրիչների եւ հաճախ վճարովի խռովարարների այս բողոքի ցույցերը չեն հանդուրժվելու, գրել է նա։ Արձագանքելով Թրամփին նահանգապետ Նյուսոմը հայտարարել է, որ նախագահը ճգնաժամ է ստեղծել եւ ավելի է վատթարացնում իրավիճակը, նաեւ կոչ է արել նրան հետ քաշվել։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ միլիարդատեր Իլոն Մասկի միջև սոցիալական ցանցերում ծագած հակամարտության մեջ երերուն լիցքաթափում է տեղի ունեցել ուրբաթ օրը երկու կողմերի ներկայացուցիչների միջև կայացած հեռախոսազրույցից հետո։ Նրանք դադարեցրել են գրառումներ հրապարակել, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ հարթվել է, ասել են պաշտոնյաների մտերիմները։ Թրամփն ու Մասկը դադարեցրել են իրենց վիճաբանությունն այն կետում, երբ մոլորակի ամենահարուստ մարդը առաջարկում էր նախագահին իմպիչմենտի ենթարկել, իսկ Թրամփը սպառնում էր խզել նրա ընկերությունների հետ դաշնային պայմանագրերը։ Սակայն ըստ երկուսի հետ էլ մտերմություն պահպանող պաշտոնյաների, նրանցից ոչ ոք դա չի ցանկանում։ Թրամփը հատկապես զայրացած էր Մասկի այն ակնկալիքներից, թե նախագահը կապված է եղել հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ եւ այն պնդումներից, թե ինքը եղել է Էփշտեյնի դոսիեում։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Մազարեթ Բեյթ Ջին շրջանում, թիրախավորելով պաղեստինյան Համաս խմբավորման անդամին։ Դեռ հունիսի 3-ին Իսրայելը հայտարարում էր, թե հրթիռային հարվածներ է հասցնում Սիրիային ի պատասխան այդ երկրից իր տարածքի վրա արկերի արձակման։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը պատասխանատվությունը դրել էր Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի վրա։ Դամասկոսը հայտարարել էր, որ արկակոծության լուրերը ստուգված չեն եւ շեշտել, որ Սիրիան սպառնալիք չի ներկայացնում տարածաշրջանային որևէ երկրի համար։ Արկակոծության պատասխանատվությունը ստանձնել էր նահատակ Մոհամմեդ Դեյֆի բրիգադներ, քիչ հայտնի խմբավորումը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 8-ի լույսի 9 գիշերը խոցվել է 49 անօդաչու թռչող սարք, այդ թվում Չուվաշիայի երկնքում, 2 ԱԹՍ ընկել է Չեբոքսարիայում, Չելեների գործարանում արտադրությունը դադարեցվել է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է նաև Շեյդ տիպի անօդաչու թռչող սարքերի համար կոմետա, ալեհավաքներ եւ կառավարվող ավիառումբերի համար մոդուլներ արտադրող ինստիտուտին հարվածելու մասին։ Ուկրաինայի զինված ուժերի թիրախում է հայտնվել նաև Նիժնի Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանը։ Ռուսական բանակը պատասխան հարվածները չի ուշացրել, անօդաչու սարքերով եւ հրթիռներով հարձակվելով Կիևի եւ Ուկրաինայի մի շարք շրջանների վրա։ Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Մեխիկոյում ապամոնտաժել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը։ Ըստ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արձանի փոխարեն տեղադրել են Ադրբեջանի քարտեզը։ Հեյդար Ալիևի Անդրիի դեմ ցույցերը սկսվել էին դեռ մինչև դրա տեղադրումը եւ շարունակվել տեղադրումից հետո։ Մեխիկոյի քաղաքային վարչակազմը ստիպված էր հատուկ հանձնաժողով նշանակել քննարկելու արձանի ճակատագիրը։ Ապամոնտաժումից հետո Հեյդար Ալիևի արձանը Ադրբեջանի վիրավորված դեսպան Իլգար Մախմուդևը վերադարձրել դեսպանատուն եւ այդ ժամանակվանից բռնապետի անդրին կանգնած է Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատանը, գրել է Լապշինը։ Աշոտսկի տարածաշրջանի Մուսայելյան համայնքում շուրջ 50 խոշոր եղջերավոր կենդանու մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Վարակված կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի, մինչև այդ բրուցելոզ էր տարածվել նաև Եղարքունիքի Չկալովկա համայնքում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ահազանգել էր, որ Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից, որ Աշոտսկի բազմաթիվ բնակավայրերում կան վարակված անասուններ, մարդիկ էլ իրազեկված եւ պաշտպանված չեն։ Հայաստանում 2022 թվականից սկսած շատ կտրուկ բարձրացավ ոչ միայն բնակելի տների, այլև կոմերցիոն տարածքների պահանջարկը։ Պատճառը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միգրացիոն աննախադեպ հոսքերն էին դեպի մեր երկիր։ Շուկայի օրենքն է, եթե կա պահանջարկ, ուրեմն կանխատեսելի է, որ կբարձրանան նաև տների գները։ Անշարժ գույքի շուկայի այբուբենն ու առաջարկ պահանջարկ հարաբերակցության հետևանքով գեներացվող գներն են մեր թղթակից Նարինե Ղուկասյանի ուշադրության կենտրոնում։ Հիմնական թողարկմանը կներկայացնենք ռեպորտաժն ամբողջությամբ, իսկ հիմա դիտենք հատված։
Մեր մոտ ընդունված չի եղել մարդկանց մոտ, որ բնականը վարձակալուց պայմանագիր կնքեն։ Ոչ թե միայն մեղավորեր շուկան, այլ հենց այդ նույն պահանջարկի մասնակիցները իրանք էին գները բարձրացնում, որ այդ պահին լուծեն իրենց կացության հարցը։ Կրիպտոարժույթը շեշտակի քայլերով մեր առօրյայի մի մասն է դառնում։ Եթե նախկինում բլոկչեյնն ու NFT-ներն ապրում էին զուգահեռ իրականությունում, ապա հիմա մենք ենք տեղափոխվել այդ իրականությունում։ 1 տարի առաջ այս օրերին շրջանառության մեջ մտած կրիպտոարժույթների մասին օրինագծով առաջարկվում է կրիպտոարժույթների փոխանակումը կատարել բացառապես անկանխիկ եղանակով, ինչը կարող է առաջացնել լրացուցիչ միջնորդավճարներ եւ սպասարկման դանդաղում։ Բայց արի ուտես, որ նմանօրինակ փոփոխություններն օրինակ զբոսաշրջիկների համար կարող են խնդիրներ առաջացնել, եթե նրանք չունեն Հայաստանի բանկային հաշիվ կամ միջազգային բանկային ծառայությունների հասանելիություն։ Հայաստանի բանկային համակարգը չի սպասարկում կրիպտոարժույթներին առնչվող կառույցների։ Ինչպես այս հանգամանքը խանգարում օրենքի գործնական կիրառմանը, պարզել է Անի Հովհաննիսյանը։ Հայաստանում վերջերս ընդունվել է կրիպտոակտիվների կարգավորող օրենք։ Թեև այն կոչված է կանոնակարգել ոլորտը, փորձագետները մի հարց են բարձրացնում. արդյոք սա իրականում չի խանգարում ոլորտի զարգացմանը։ Գոյություն ունեն բազմաթիվ կարգավորումներ, բոլորը իրենց առավելություններով ու զարգացած երկրների կարգավորումներ, ասենք Ամերիկայինը, Սինգապուրինը, Միացյալ Էմիրություններինը, Հոնկոնգինը եւ այլն, եւ այդ բոլոր կարգավորումները իրենց առավելություններ ունեն, առավելություն չուներ մենակ մի կարգավորում, դա եվրոպական նոր կարգավորումն է, որը միտված է միմիայն, որպեսզի մերպես երկրները խոնարհվեն այդ եվրոպական բանկային համակարգի առաջ, եւ հենց այդ կարգավորումն է վերցվել, ընդ որում այդ կարգավորումը դեռևս Եվրոպայում էլ ուժի մեջ դրված չի, արդեն իր վատ արդյունքները ունի Եվրոպայում, հա, բոլոր տնտեսվարողները դուրս են գալիս, ստարտափները դուրս են գալիս։ Ներկա ընդունված օրենքը արդեն իսկ նենց խաղի պայմաններ է դնելու, որ նոր խաղացողները ընդհանրապես չգան, իսկ եթե նոր խաղացողները ընդհանրապես չգան, ել ոնց ենք հասկանալու ինչա պետք փոխել, որ լավ լինի։ Միլիոնավոր դոլարներ էին խնայում այդ փոխանցումները, որտեղ բանկով չէին անում, կրիպտոարժույթներով էին անում, եւ այդ գումարները խնայում էին։ Հիմա արդեն այդ օրենքով ստիպվում է, որ այդ փոխանցումների արդյունքում քաղաքացիները նորից գնան բանկ, նորից սպասեն օրերով մինչև իրենց փոխանցումը կլինի եւ նորից այդ միջնորդավճարները տան բանկերին։ Սա չլցնված բան է կրիպտո ոլորտի համար աշխարհով մեկ։ Հենց կրիպտո ոլորտը ստեղծվել է դրա համար, որ այդ միջազգային փոխանցումների ժամանակ էլ խնայողություն անեն։ Երբ լսում են կրիպտո արտահայտությունը, շատերի մոտ ստեղծվում է պատկերացում, թե սա ինչ-որ բարդ տեխնոլոգիա է, որտեղ պետք է ուժեղ մաթեմատիկա իմանաս կամ ծրագրավորող լինես, որ հասկանաս, բայց իրականում ամեն ինչ ավելի պարզ է։ Բլոկչեյնը դա ընդհանրապես տվյալների պահպանման, մշակման եւ փոխանցման միջոց է։ Այսինքն ինքը ստեղծվել է, որպեսզի ինչ-որ մի տվյալ մի տեղում չպահվի, այլ պահվի շատ տեղեր եւ լինի ավելի անվտանգ եւ ինչ-որ մեկի քմահաճույքով փոփոխության չենթարկվի։ Այդ արժույթները, իրանց առևտուրը եւ այլն, դա արդեն ոնց որ հետևանք է։ Օրենքը մի քանի հիմնական վնաս է հասցնում ոլորտին։ Կրիպտոյով արագ ու ցածր միջնորդավճարով փոխանցումները վերադարձվում են բանկերին, ինչը թանկացնում ու դանդաղեցնում է գործընթացը։ Ներդնումներ ու նորարարությունները նվազում են, քանի որ կրիպտոյով գործարքները արգելված են։ Ստարտափները գնում են այլ երկրներ, քանի որ Հայաստանում վատ կարգավորումների պատճառով դժվար է զարգանալ։ Եթե բանկը իմանում է, որ դու ինչ-որ ձև առնչություն ունես կրիպտո բառի հետ, օրինակ SMM ծառայություն եք բացում, որը սպասարկում է կրիպտո ընկերության, սա էլ հաշիվ չեք կարող ունենալ։ Այդ ամենաուղղակի խոչընդոտն է, որոշակի կոմպետենցիայի պակաս կա եւ տեղեկացված լինելու պակաս կա։ Այսինքն ինքը կետերով չի խփում, ինքը ամբողջ ոլորտը փակում է։ Եվ իր բացակայությունն էլ է վնաս, որ հիմա չկա կարգ, այսինքն ես ոչ մի դեպքում չի ուզի, որ չլիներ կարգավորում։ Այն ինչ որ հիմա կա, դա էլի վատ է։ Սինգապուրն է, Հոնկոնգն է, Ամերիկան է, շատ լավ փորձ է, հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջովին ինտեգրված է պետական ֆինանսական համակարգում։ Մասնագետը չի կարծում, որ օրենք գրողները նպատակադրված ուզում են փակել ոլորտը։ Նրա կարծիքով խնդիրը հաղորդակցման պակասն է։ Իմ պատկերացնելով կոմպետենցիայի պակաս կա։ Նաև համայնքի հետ շփման պակաս կա։ Նաև համայնքից որոշակի սխալ մեսեջներ կան, որ ես հանրային դաշտում եւս տեսնում եմ, որ օրինակ, չգիտեմ, կրիպտո ոլորտը բանկերի կոնկուրենտն է, բանկերը վատն են, կրիպտոն լավն է։ Նաև գիտակցումը պետք ունենալ, որ մեկ հաջողված կրիպտո պրոյեկտը, որը Հայաստանում է գրանցված, ստեղ հարկեր ավճարում եւ այլն, ինքը իր կապիտալիզացիայով կարող ավելին լինի, քան ասենք հարևան երկրի նավթային բյուջեն։
Ամատունու կարծիքով Հայաստանը բոլոր շանսերը ունի հաջողված նախագծեր ունենալու, որոնք անգամ կգերազանցեն մեր պետբյուջեն։ Անի Հովանիսյան, Դավիթ Եղիազարյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Ժամը 15-ի լրացը սպառված է, Renews-ի աշխատանքին ուղիղ եթերում հետևեք ժամը 18-ին, մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում և Spotify-ում։ Ամենօրյա թարմացումներին ծանոթացեք նաև մեր պաշտոնական կայքեջում, ռուսալեզու, անգլալեզու, ֆրանսալեզու լուրերի թողարկումներին կարող եք հետևել գլխավոր թողարկումից անմիջապես հետո։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, կհանդիպենք։